ես կարծում եմ նաև հիմա արդեն հայտնի է, իմ կարծիքով նաև այդ հայտարարությունը ընդհանրապես կապ չունի ոչ եկեղեցու, ոչ եկեղեցու շահերի հետ։ Ես ուղիղ 1 ամիս առաջ, 1 ամիս ժամկետով տվել էի կառավարության անդամներին, վերաբերելի անդամներին հանձնարարական, որ կամ հեծին կողմից ժողովրդին հասցված վնասը պետք է վերականգնվի, այդ ինչ պատմություն է, իմ բազմաթիվ մարզային այցելությունների ընթացքում ես զարմանքով եւ զայրույթով դրա մասին հրապարակային խոսել եմ մի քանի անգամ, զարմանքով եւ զայրույթով արձանագրեցի, որ ըստ էության հեծը իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել եւ հիմա նաեւ վերլուծությունը հիմք է տալիս մտածելու առնվազն թույլ չի տալիս հրաժարվել այդ մտքից, որ այդ ամեն ինչը արվել է եւ արվում է Հայաստանում ներքին հանրային դժգոհություն գեներացնելու համար։ Բայց ես տվել էի հանձնարարական, որ մի ամսվա ընթացքում կամ պետք է հստակ ժողովրդին հասցրած վնասը վերականգնելու մեխանիզմներ դրվեն, կամ հեծը պետք է ազգայնացվի, այսինքն պետականացվի։ Իմ հանձնարարականի օրը լրանում է հունիսի 21-ին, եւ ես այդ ակտիվացումը ուղիղ կապում եմ իմ այդ հանձնարարականի, իմ այդ որոշման, որովհետև կառավարության անդամները սկսել էին աշխատել, հեծին հստակ ուղերձ տվել էին, որ տեսեք, եկեք կամ հստակ հաշվարկում ենք ժողովրդին ինչ վնաս եք հասցրել, ոչ միայն ժողովրդին, պետական եւ մասնավոր կազմակերպություններին, որովհետեւ որ գյուղ գնում եմ, որ համայնք գնում եմ, որ մարզ գնում եմ, մարդիկ համատարած ինձ առաջ ուղիղ հարց են դնում, ասում են հոսանք անջատվել է, մի հատ լվացքի մեքենա ունեինք, վառվել է, մի հատ սառնան էինք առել, վառվել է, հեռուստացույց ունեինք, վառվել է, ով է դրա պատասխանը տալու։ Երբ որ դա 1 դեպք է, 2 դեպք է, 3 դեպք է, դա ուրիշ իրավիճակ է։ Ես Լոռու մարզում այց եմ կատարել, Լոռու մարզի իմ այցի ժամանակ ես ուր մտել եմ, հոսանք չի եղել։ Ուր մտել եմ կամ եղել է, անջատվել է։ Դպրոց կլինի, մանկապարտեզ կլինի, հյուրանոց կլինի, մասնավոր հիմնարկ կլինի, համայնքային հիմնարկ կլինի։ Սա անհանդուրժելի վիճակ է եւ ասում եմ, եկեղեցին տվյալ դեպքում հեծի շուտով նախկին սեփականատերերի համար ընդամենը ծխած ածկույթ է։ Ներողություն, բայց պայմանը արդեն խախտում եք, էլի։ Ենթադրում եմ, որ ոչ, իրենն է։ Ինքը ուղղակի հետո կամ։ Պարոն Փաշինյան, հիմա Սամվել Կարապետյանը 3 հայտարարեց, որ թքած ունի հեծի հետ կապված գործընթացների վրա, այսինքն դուք բիզնես այս գործունեությամբ դադարեցման կամ ազգայնացման անվան տակ չեք կարող իր մտադրություններից նրան հետ պահել, այսինքն ինչ եք անելու Սամվել Կարապետյանի հետ, քրեական գործեր են հարուցվելու, ներդրումները ամբողջ տարիներում, որ ինքը իրականացրել է Հայաստանում, դրանք բոլոր ազգայնացվել են, ինչ գործողություններ եք անելու Սամվել Կարապետյանի հետ եւ ինչպես եք Բեհափարի հետ կապված գործընթացները իրագործելու ձեր ուզած սցենարով դուք ուզում եք հեռացնել նրան Բեհարանից։ Հայաստանի Հանրապետությունում կա իրավակարգ եւ այդ իրավակարգի շրջանակներում կարծում եմ ամենաարագ եւ արդյունավետ գործելու տեղը ազգային ժողովն է, կարծում եմ մեր մասնագետները քննարկում են արդեն ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը եւ ազգային ժողովում արդեն կա նախագիծ, օրենքի նախագիծ, որտեղ ձեր բոլոր հարցերի պատասխանը տրվում է հեծը ազգայնացնելու մասին օրենքի նախագիծ եւ կից օրենքներում կամ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ ամեն ինչ տեղի կունենա օրենքով։ Քրեական վարույթները դրա հետ այս տրամաբանությամբ կապ չունեն, կապ կստեղծվի թե չէ, այդ արդեն ուրիշ խնդիր է, բայց բում process-ը, հա? Ինչ մտադրություն, որ ինքը մասնակցելու է այս գործընթացներին իր ձևով, այսինքն ինքը յետ չի կապելու, ինչ է կանելու։ Իր ձևով, տեսեք, իր ձևով ես ասում եմ, այդպես ասած, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործունեություն կարող է ծավալել յուրաքանչյուր անձ, բայց երբ որ մի կողմ է դրվում քաղաքական գործունեությունը, մյուս կողմում դրվում է իր ձևով մասնակցությունը, Հայաստանի Հանրապետությունը
կկասեցնի ցանկացածի իր ձևով որևէ հարց լուծելը։ Բայց Իր ձևով մոմ վառելով աղոթելն է իր ձևը։ շատ լավ, ես կարծում եմ քնչական մարմինները կտան համապատասխան գնահատականներ, իսկ մոմ վառելու հետ կապված կարծում եմ կարող է իր ձևով հարցերը լուծելու մասին հայտարարություն անողը կարող է այդ մասին ցուցմունքներ տալ, բացատրություններ տալ, փորձաքննություններ ներկայացնել, այդ ժամանակ կպարզվի։ Հատուկ եք այդպիսի մարդկանց ձերբակալում, որ Ընդհանրապես գիտեք ինչ, աշխարհաքաղաքականությունը շատ բարդ բան է, ամեն ինչի մեջ էլ աշխարհաքաղաքական հետք կարելի է տեսնել, նայած ինչքան նայես, նայած ինչքան հեռավորությունից եւ ինչքան մոտիկից նայես։